Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները կրկին Երևանի տարբեր կանգառներում են, մարդաշատ կանգառ սրահներում են եւ մենք շարունակում ենք մեր բոյկոտի ակցիաները։ Այս պահին ես Տիկին Աղեկյանի եւ պարոն Սարգսյանը Ռասամովի հարակից տարածքի կանգառում ենք եւ ահա տեսնում եք թե որքան մարդաշատ է։ Իսկ պատճառը նա է, որ տրանսպորտները շատ ուշուշ են գալիս եւ մարդիկ արդեն երկարացնելով կուտակումներ է ստեղծում։ Անկախ այն հանգամանքից, որ իշխանական ներկայացուցիչները հնարավոր բոլոր միջոցներով պայքարում են բոյկոտի դեմ, բայց բոյկոտը իրականություն է, բոյկոտը տեղի ունենում եւ արդեն գրեթե 2 ամիս բոյկոտը իրականացնում ենք մենք մեր քաղաքացիների հետ համատեղ եւ օր-օրի բոյկոտը ավելի մեծ խնդրեմ։ Սա կոչվում է բարեփոխված տրանսպորտային համակարգ, որի համար մեր քաղաքացիներին ստիպում էին վճարել 300 դրամ, հարգարժան քաղաքացիների եւ Մայր Հայաստանի պայքարի համատեղ արդյունքում ունենք այս պահին 150 դրամ եւ ուղևորներ։ Սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք, չենք վճարում։ Տեղյակ եք, որ վաղը Երևանի ավականին քննարկելու է 100 դրամի վերաբերյալ ուղևորցը։ Բոյկոտեք, մի վճարեք, որպեսզի ստիպված լինեն հաշվի նստել ձեր կարծիքների հետ։ Բոյկոտում եք դուք, դեմ եք թանկացումներին։ Բոյկոտում եք, դեմ եք թանկացումներին։ Ես միշտ դեմ եմ, ես սկզբի օրվանից էլ դեմ եմ։ Պայքարում եք, բոյկոտում եք, որպեսզի վերադառնա 100 դրամի։ Նույն վիճակում, այո։ Վերադառնում, ես լսեցի։ Այո։ Վաղը ավականու նիստում քննարկում է լինելու։ Միշտ է միշտ մի նկարեք խնդրում եմ Մանավանդ որ ոչ աշխատավարձի բարձրացում է եղել։ Ոչ Գազը ավտոբուսներ են, վաղը գազելներ էին վերել խցկով, հիմել է դուր խցկովատությունը կայից տարվեն։ Այո, գազելները կողմնակից չենք, բայց թանկացման կողմնակից էլ չենք։ Այո, ամեն ինչ բայց աշխատավարձը բարձրացել է ինչ-որ մեկից։ Մենք աշխատավարձ չենք ես տանում։ Եղբայր, ես պետական Դրա համար էլ պայքարում, որովհետև մարդկանց սոցիալական վիճակը չի համապատասխանում այս թանկացումներին։ Իսկ հանրային տրանսպորտը լինելով մի հատ ոլորտ, որ օգտվում են մարդկանց այն խավը, ովքեր որ առանձնապես ճոխ պայմաններում չեն ապրում, ու այդ տրանսպորտով երթևեկան, որ իրենց աշխատանքը կատարեն, օրինակ հացը Չէ, ճիշտ է, այսքան թանկացնել չարժ։ Ամեն ինչը թանկացրել են, այսպես չի լինի ապրել։ Ժողովրդին թողել են կոպեկների վրա։ Մուծումները անում ես, այնտեղ տակը բան չի մնում։ Մենակ մի նկարիչի գործում։ մարդիկ հայտում են իրենց անհամաձայնությունը եւ բողոքը թանկացումների վերաբերյալ եւ բոլորը փաստում են, որ ամեն ինչ թանկացել է, ամեն ինչ բառացի, գույքահարկ աղբահանությունը սես տարվանից եւս ավելացավ եւ սննդամթերքը եւ առհասարակ ամեն ինչ թանկացել է եւ այդ ֆոնի վրա հանրային տրանսպորտը եւս թանկացում են, ինչը ճիշտ չէ, քանի որ այն խավը, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից առանձնապես ճոխ պայմաններում են ապրում, պարտադրում է քաղաքային իշխանությունը եւ դեռ մի բան էլ սպառնում են, թե կտուգանենք այն քաղաքացիներին, ովքեր սահմանադրական իրենց իրավունքն են իրացնում եւ խաղաղ անհնազանդության ակցիա են անում, փորձում են պաշտպանել իրենց իրավունքները ոտնահարված, տրոլեյբուսի համար վճարել 50 դրամ, իսկ ավտոբուսների եւ մետրոյի համար պահանջել, որպեսզի ուղևորը լինի 100 դրամ։ Սիրելի քաղաքացիներ, պայքարեք եւ հիշեցնենք, որ վաղը Երևանի ավականին ի վերջո քննարկելու է 17000 քաղաքացու ստորագրությունը ունեցող
Մայր Հայաստանի քաղաքացիական նախաձեռնության նախագիծը, որով մենք պահանջում ենք ուղևորցը թողնել 100 դրամ, տրոլեյբուսի դեպքում 50 դրամ։ Սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք, չենք վճարում։ Պահանջում ենք բոյկոտեք, մի ուղևորցը վճարեք։ վերադառնա նախկին գնին, 100 դրամ, տրոլեյբուսի դեպքում 50 դրամ։ Էլի խցկված տրանսպորտ, էլի ուղղակի մարդիկ մի կերպ տեղավորվելու են հիմա, ես վստահ եմ, որ ոչ բոլորն են տեղավորվելու, ոնց որ միշտ եւ մի քանիսը մնալու են դրսում, սպասելու են հաջորդին։ Սա բարեփոխված տրանսպորտն է։ Վճարեք, բոյկոտեք, իրենք Մի ոտքի վրա մարդիկ պետքա կանգնեն, որ կարողանան հասնեն տուն։ Այս հայտարարակ տրանսպորտի համար մարդիկ բոյկոտում են դեմ, այսինքն, իսկ իշխանությունները փնտրում են մեթոդներ բոյկոտողների դեմ պայքարելու համար եւ հիմա էլ որոշել են, որ սահմանել 15,000 դրամ չվճարողներին ծանելու գումար են սահմանել, այդպեսով փորձեն զսպել եւ ստիպեն մարդկանց, որպեսզի վճարեն այս հայտարարակ տրանսպորտի համար թանկ։ Ես գնահատական չտամ իրականում քաղաքացիների։ Իհատ նայեք ինչքան շատ են մարդիկ։ Ես չեմ կարծում, ամբողջ աշխարհում Դա նրա արդյունքն է, որ տրանսպորտը շատ ուշ է գալիս եւ մարդկանց կուտակումներ են տեղի ունենում։ Հայ բարուսանը մեր բարեկամը։ Շատ լավ։ Ժողովուրդ բոյկոտում ենք, չենք վճարում։ Բոյկոտում ենք, չենք վճարում, պահանջում ենք ուղևորցը վերանայել, ուղևորցի սակագինը։ Բաղը ժամը 10 ժամականից ստորակարգում եկել Ես հիշեցնեմ, որ վաղը ավականուն նիստում քննարկվելու է Մայր Հայաստան խմբակցության տրանսպորտի սակագնի վերաբերյալ նախագիծը, որի հիմքում ընկած են 17,000 մեր երևանցիների ստորագրություններ, ովքեր միացան մեր նախագծին, այդպիսով իրենց այսպիսով սկնիկը ևս տնելով մեր նախագծի տակ, որով որ հանրային տրանսպորտային արժեքները որ կար միշտ թանկանալը, այսինքն ավտոբուս եւ մետրո 100 դրամ եւ տրոլեյբուսները 50 դրամ պահպանվելու են, քարտեզների դեպքում լինելու են շատ ավելի մատչելի, իսկ թոշակառուների եւ հաշմանդամության բոլոր կարգերը լինելու են անվճար։ Իսկ այս պահին իշխանության նախագծով հաշմանդամության միայն առաջին եւ երկրորդ կարգերն են անվճար, իսկ մեր նախագծով այո, անվճար են, թոշակառուներն հիմա զեղչով է իշխանության նախագծով, իսկ մեր նախագծով լինելու են անվճար։ Վաղը ավականին Մայր Հայաստանի նախագիծը ճանաչեցի։ Բոյկոտում եք։ Միացել եք բոյկոտին։ Վաղը քննարկման է դրվելու, դուք բոյկոտեք, պահանջեք եւ դե ամեն դեպքում պայքարում ենք։ Դրանից հետո մեր քայլերը այլ են լինելու, չենք ընկճելու։ Ուղևորցը պիտի լինի տրոլեյբուսի դեպքում 50 դրամ, իսկ ավտոբուսը եւ մետրոն 100 դրամ։ Որովհետև իրականում, որ ասում են ավտոբուսները վերափոխվել են, գազելները դարձել են ավտոբուսներ, այն ժամանակ է պիտի հիշեն, որ թելով հեռախոսները հիմա դարձել են բարձրակարգ սմարթֆոններ։ Այո, ժամերով սպասում եք, շատ ճիշտ եք ասում։ Սեղմված են դնում նույն, գրպանահատները նույն ավտոբուսների մեջ են, ինչ չեն նշում դրան։ Այսինքն Բոլորը վճարում են։ Շշումա բարձրանում տարեց։ Չէ, իրականում չեն վճարում, պաշտոնական ծրները բոլորը դրա համար այս մի քանի քարտերը, որ իրենք անցկացնում են, դրանք իշխանությունը բաժանել է իրենց մերձավորների, ու նրանք դրանով ամոթի ֆոն են ստեղծում։
Եվ շատերը 12000 անվճար տոմս են տվել, անվճար։ Շատերը որ ասում են ինչի չեք վճարում ձեզ տրանսպորտի մեջ, իրանք անվճար ստացել են ու փորձում են մյուսին ասեն դու վճարի, որ ես անվճար գնամ։ Այդ 12000-ը անվճար նվիթ քաղաքապետարանը որոշ սոցիալական խմբերի նվել է անվճար։ Իսկ մեծ մասը հենց այդ անվճար քաղաքացիներն են ասում։ Այո։ Շատ մեր Հարգանքով եւ այո վիճակի մեջ մտնող են։ ես իհարկե լսել չեմ։ Շատ շնորհակալ մեզնից։ Վարորդների ընտանիքի անդամներն են օգտվում հանրային տրանսպորտից եւ իրենց շահիցել է, որպեսզի հանրային տրանսպորտի գինը մնա նույնը։ Այն վիճակն ստեղծել, որոնք չնայած բախում են Այո։ շատ մարդիկ կարող են շատ իհարկե չեն գտել։ Այնպես որ Մեր իրավունքն ենք պաշտպանում սա։ Այո։ իրենց էլեկտրոմեքենաների համար մեր ուղևորцы թանկացնելը առանց ճաշակները ավելացնելը Շատ սխալ է, այո։ Իմացեք, մտածեն մեր մասին հարևանների մասին մտածում են մեր մասին չեն մտածում։ Իմացեք, որ ճիշտ ասեցիք, բայց Մայր Հայաստանը ձեր իրավունքները չեք խոսել, շնորհակալ եմ շատ։ Բոյկոտում ենք, ութել ապրեք, շատ շնորհակալ եմ։ Սիրելի ուղևորներ, բոյկոտում ենք, չենք վճարում։ Հիշեցնենք, որ վաղը Երևանի ավականին քննարկելու է ուղևորցը 100 դրամ վերադարձնելու նախագիծը։ Չէ, վաղը ստորագրավակի կարիք չկա, արդեն հանձնել եք, շնորհակալություն։ Միայն բոյկոտում ենք։ Քաղաքացիները կրկին բողոքում են հանգացումներից եւ ասում են, որ այս տոտալ հանգացումների տակից ուղղակի ի վիճակի չեն դուրս գալ այն ֆինանսական եկամուտներով, որոնք որ ունեն։ Մարդկանց թոշակները եւ աշխատավարձերը առանձնապես փոփոխության չի ենթարկվել վերջին տարիներին։ Ուղևորցը վերադարձնելու նախին գների։ Ձեզ շնորհակալություն, հարգելի բարով։ Հասնենք Տիկին Ավետյան, որ կան շատ վարորդներ, ովքեր բարեխոսորեն իրենց աշխատանքը կատարում են եւ ոչ մի խոչընդոտ չեն առաջացնում բոյկոտողների հետ։ Շնորհակալություն այդ վարորդներին եւ բայց նաեւ շատ ցավալի է, որ իշխանությունները ստիպում են պարտադրում են վարորդներին անիծել ու չվճարող ուղևորներին կամ վիրավորել, դռները փակել, դրա իրավունքը նրանք չունեն։ Սիրելի ուղևորներ, սիրելի երևանցիներ եւ մեր քաղաքի հարգարժան հյուրեր, պաշտպանենք մեր իրավունքները։ Հիշեք, որ մեր սահմանադրական իրավունքն է խաղաղ անձնազանդության ակցիայի բոյկոտի միջոցով ստիպել, որպեսզի քաղաքային իշխանությունը վերանայի տրանսպորտի ուղևորցի սակագինը։ Հիշում եք, որ Մայր Հայաստանը քաղաքացիական նախաձեռնությամբ է հանդես եկել, ձեզնից շատերը 17000 քաղաքացի ստորագրել են եւ վաղը մարտի 18-ին կայանալիք ավականու նիստում ավականին քննարկելու է այդ նախագիծը։ Բոյկոտով պիտի պահանջենք, որպեսզի վերադարձնեն 100 դրամը եւ տրոլեյբուսի համար։ Բոյկոտում ենք, չենք վճարում։ Բարեփոխված տրանսպորտի մարդիկ չպետք է երկար սպասեն, բարեփոխված տրանսպորտում մարդիկ չպետք է խցկված գնան եւ բարեփոխված տրանսպորտը պիտի լինի մատչելի այն խավի համար, ովքեր օգտվում են այդ տրանսպորտի ծառայություններից։ Քաղաքային իշխանությունները ոչ թե պիտի բիզնես շահերը հետապնդեն իրենց, այլ պիտի ծառայեն քաղաքացիների շահերին եւ անեն այն, ինչ որ պահանջում են քաղաքացիները։ 17000 քաղաքացի ստորագրությամբ դեմ է արտահայտվել եւ պահանջում է, որպեսզի ուղևորցի գները վերադառնան։ Մայր Հայաստանը հետևողականորեն սիրելի քաղաքացիներ պայքարում է ձեզ հետ է, ձեր կողքին հետևեք վաղվա ավականու նիստին։ Հարգելի հայրենակիցներ, 2 ամիս գրեթե Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները քաղաքի տարբեր հատվածներում ամեն օրվա ռեժիմով իրականացրել են բոյկոտի ակցիաները,
իրազեկել են քաղաքացիներին ակցիայի մասին եւ այսպեսով ցույց ենք տվել քաղաքացիներին, որ մեր խմբակցությունը քաղաքացիների կողքին է ցանկացած հարցով, ոչ միայն տրանսպորտի հարցով, բայց այս շրջանում առավել ակտուալ է հենց տրանսպորտի հարցը եւ մենք ամեն օր եղել ենք քաղաքացիների կողքին եւ միասին պայքարել ենք այս ցանկացման դեմ։ Որ հավանական է երժելու է, հետևաբար մենք հաջորդ քայլեր ենք որը նախատեսվում Փաստենք, որ իշխանությունները սկզբնական փուլում սահմանել են 300 դրամ եւ նրա արդյունքում, որ մեր քաղաքացիները չգնեցին այդ թանկ փաթեթները, իշխանությունները կատարեցին հետքայլ եւ սահմանեցին 150 դրամ։ Դա մեր քաղաքացիների պայքարի արդյունքում էր։ Չգնելը եւս պայքարի միջոց էր եւ երկու ամիսների ընթացքում մենք եւս միասին պայքարեցինք, որպեսզի 150-ները եւս իջնեն 100 դրամ։ Հարգելի քաղաքացիներ, մենք շարունակենք դեռ մեր բողոքի ակցիաները, բայց եթե այսքանով ավարտենք եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ բոլորին, որ միացաք բոյկոտին եւ դեր ունեցաք 300-150 սարքելու հարցում եւ վստահ եմ մենք այս հարցում 150-ները եւ սպասելու հարցում պետք է միասնականորեն արձանագրենք եւս մեկ հաղթանակ։ Ձեզ լավ երեկո ենք մաղթում, հաջողություն։